21 TV-ում իր աշխատանքն է սկսում ապրենք առողջ է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան, այսօր հյուրընկալել եմ բժիշկ գինեկոլոգ սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հոռողջյանին, սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Klimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրի համար։ Մենք խոսելու ենք մի թեմայի մասին, որի մասին որքան էլ խոսենք, միևնույն է հեռուստադիտողը, լսարանը սա անցալում է այն ժամանակ, երբ իրեն այդ պահին պետք է, հա, եւ առհասարակ կարծում եմ ցանկացած դեպքում մինչեւ մեզ այս խնդիրը չի հետաքրքրում կամ անձամբ դրա միջով չենք անցնում, չենք սկսում ավելի կենտրոնացված սրան նայել։ Խոսելու ենք ընտանիքի պլանավորման մասին, մասնավորապես կնոջ ֆակտորի հետ կապված, հա, որտեղից պետք է սկսել, երբ պետք է սկսել եւ ում հետ պետք է սկսել։ Շատ ճիշտ եք, ընդհանրապես մարդը հակված է գտնել հարցի պատասխանը, փնտրել այն միայն երբ որ խնդիրը արդեն իսկ կա, ցավոք սրտի, բայց տեղեկացված լինել, ինֆորմացված լինել դա միանշանակ պաշտպանում է, նույնիսկ պաշտպանում է շատ հետագա հեռակա բարդություններից։ Սկսել պետք է, կարծում եմ, հենց սկզբից, ընտանիքից, երբ որ դեռ երեխաները փոքր են։ Թե տղա, թե աղջիկ երեխան, իրանք պետք է տեղեկացված լինեն, ինչ է նշանակում սեռական առողջությունը, ինչպես են մարդիկ շփվում, ինչ կարող է լինել շփումների հետևանքով, խոսքը գնում է սեռական ակտերի վերաբերյալ, այսինքն տեղեկացված լինելը դա արդեն իսկ փոքր տարիքից ցանկալի է, որովհետև այսօր հակումը միանշանակ կա, որ երիտասարդ աղջիկները դիմում են մինչև ամուսնանալը, դեռ սեռական կյանքը չսկսած տարիքային խմբում, իրանք դիմում են, որպեսզի ունենան իրական ճիշտ ինֆորմացիա, որովհետև այնինչ ինտերնետում կարող են գտնել, միշտ չի որ իրականությանը համապատասխանում է եւ շատ դժվար է երիտասարդ երեխաներին, իսկ իրանք դեռ ինչ-որ չափով կարելի ասել երեխա են, իրանք շատ դժվար է գտնել հարցերի պատասխան։ Պես որ տեղեկացված լինելը ընդհանրապես ընդհանուր ընտանիք գաղափարը, սեռական հարաբերությունը եւ ինչ հետևանքներ, ինչ պատճառներով կարող են մարդիկ ունենալ։ Դա երևի թե ամենակարևորներից մեկն է, այսինքն ունենալ կուլտուրա դիմելու, բժշկին առանց ամանչելու, առանց պարտավորվելու, որ պետքա լինի պարտադիր սեռական կյանքը նորեն գնում գինեկոլոգի մոտ, ոչ։ Եթե կան հարցեր, նույնիսկ տեսական առումով անհրաժեշտ է զրուցել մասնագետի հետ։ Առաջին ձեռքից ստանալ, հա, ինֆորմացիա։ Ցանկալի է, որովհետև երբ որ դուք նայում եք նույն Google-ը, YouTube-ը, այսօր սոցցանցերն են բավականին շատ, պետք է նաև նկատի ունենալ ում են լսում, որովհետև այսօր գրեթե բոլորը ոդքասթ, բոլորը որևիցե ռիլ եւ ինֆորմացիան շատ աղավաղված է։ Երեխաներին 18+ տարիքային խմբում երիտասարդներին ցանկալի է, երբ որ լսում են, նաև մտածեն, իսկ ում ենք լսում եւ ինչ ինֆորմացիա ենք ստանում։ Եթե ինչ-որ բան իրենց զգացին, որ դուր չի գալի, ցանկալի է չլսել եւ գտնել նեղ մասնագետներ, դա կլինի ուրոլոգը, սեքսապաթոլոգ, գինեկոլոգ, պրոկտոլոգ, ցանկացած թերապևտները, ընտանեկան բժիշկները, ով իրենց կբացատրի եւ կտա հարցերի պատասխանը։ Այսինքն սկսել հենց ինֆորմացված լինելուց, զրույցի սկիզբը։ Երբ որ զույգը արդեն պատրաստվում է սկսել սեռական կյանքը, դա կարծում եմ գիտակցած քայլ է լինում մեծ մասամբ, հուսով ենք։ Այո, հույսով ենք, որ դա պետք է հասկանալ եւ նույնիսկ մտածել, որ եթե կան հարաբերություններ, ապա զգացմունքների արտահայտման տարբերակներից մեկը դա եւ պետք է լինել պատրաստ։ Երիտասարդ տղաները մենք սյոժա այն մենտալիտետը ունենք, որ տղամարդիկ ավելի շուտ են սկսում սեռական կյանքը եւ մինչ այդ ցանկալի է անցնեն կոմպլեքս հետազոտություն։ Այսինքն իմ որպես գինեկոլոգ նպատակն է ինֆեկցիաների եւ վիրուսների բացառելը, որովհետեւ աղջկա կյանքում դա առաջին պարտների պարագայում իհարկե ցանկալի չի սկսել հաջորդ ամիս սկսել բուժումները։ Աղջիկների հետ կապված, եթե եղել է նախկինում սեռական կյանքի իհարկե ստուգվել, համոզված լինել, որ սկսում ենք սեռական կյանքը առողջ եւ պարտադիր հետեւել հորմոնալ ֆոնին, այսինքն ընդհանուր առմամբ ինչ գանգատներ ունի աղջիկը, գոնե տարին մեկ անել սոնոգրաֆիան, իմանանք արգանդից, վարան, այսինքն փոքր կոնքի օրգանների վերաբերյալ ստրուկտուրային փոփոխությունների մասին ինֆորմացիա, դրանով մենք կարող ենք ստանալ կան որևիցե շեղումներ, անատոմիկ, կան գոյացություններ, թե ոչ, եւ զրույցի ժամանակ բժշկի հետ արդեն շատ հարցերի պատասխան ստանում ենք հենց այդ տարիքային խումբը երիտասարդները մինչև ընտանիք պլանավորելը նույնիսկ խոսքը գնում է հորմոնալ փոփոխությունների վերաբերյալ, այսինքն ցիկլի բնույթը, հաճախականությունը, որ տարիքում է սկսել, մազակալում, քաշը եւ այլն։ Դրանով մենք կարողանում ենք կանխարգելել հնարավորինս հորմոնալ փոփոխությունները նաեւ ապագայում, այսինքն եթե կա խնդիր, ախտորոշվի եւ մենք չունենանք հետագայում հղիության հետ խնդիր, որտեղ ընտանիքի պլանավորում ենք всё же դիտարկում ենք ցանկալի հղիության առկայություն։
որտեղ նույն ընտանիքի պլանավորման մեջ մենք շատ հանգիստ կարող ենք նաև խոսել եւ պարտավոր ենք խոսել անցանկալի հղիությունների բացակայության մասին։ Դա առաջին քայլը։ Հղիությունը պլանավորելուց առաջ, այս этаպը արդեն համարում ենք անցած, կան հարաբերական ցուցանիշներ, դες կախված է տարիքային խմբից, թե ինչ հետազոտություններ է ցանկալի անել, որպեսզի խնդիր չունենանք։ Այսօր գոյություն ունեն այդ տեստերը պրենատալ եւ ընտանիքը պլանավորելուց առաջ, եթե մենք ունենանք նաեւ այսպիսի մի փոքր նուրբ դրվածք, որ զույգը անցնի նաեւ բժիշկ գենետիկի հետ խորհրդատվություն ունենալով ժառանգական որոշակի ֆակտորներ, կարող ենք նաեւ կանխարգելիչ հետազոտություններ անել։ Այսինքն իմանալ այս զույգը կարող է արդյոք ապագայում ունենալ որևիցե խնդիրներ, թե ոչ։ Հիմա վերադառնանք գինեկոլոգիային, որտեղ դες խորացա ու այո, մենք կարող ենք երկար այդ ուղղությամբ խոսել եւ իրականում շատ հետաքրքիր է այդ իսկ պատճառով ստանալ ինտերնետում պատասխան, դա թերի է, հավատացեք, թերի է, դիմել է պետք մասնագետին։ Նույնիսկ արհեստական բանականության այսքան զարգացած լինելու։ Բանականությունը միշտ ստեղծել են մարդիկ, որոնք նույնպես այդ ինֆորմացիան տալիս են եւ անդադ թարմացնում են, բայց դեռ մարդկային ֆակտորը չկորցնենք։ Դեռ չի կա ժամանակ, որ կարող է մի փոքր հետ գնա, բայց չէ կորելը չի կորա։ Ես վախենում եմ այդ ժամանակահատվածից, երբ մարդկային ֆակտորը կլինի երկրորդ պլանում։ Եթե դեռ բանականություն արհեստական լինի վերահսկելի, վախենալու չի, բայց ինչ վերաբերում է գինեկոլոգիային, չեմ կարծում, որ մոտ ապագայում կլինեն արհեստական ռոբոտներ, որոնք կարողանան անեն ներզննումը, պապկսուկը եւ մի շարք Մտքեր մի տվեք։ Չէ, շատ հետաքրքիր է իդեպ, որովհետև եթե լիներ որևիցե միջոց պարանոցի վերաբերյալ, որ կինը կարողանար ստանալ ինֆորմացիա, դա միգուցե կլիներ շատ ավելի պրոֆիլակտիկ առումով հետաքրքիր, բայց դեռ չկա, դեռ մնում է ամենակարևորը պապտեստը եւ զննումը։ Վերադառնանք ընտանիքի պլանավորման, այսինքն պլանավորենք, այո, հետագա քայլերը։ Չենք մոռանում գենետիկայի մասին, որտեղ ամենակարևոր նպատակը ընտանիքի դա առողջ երեխան է։ Եվ ընդհանրապես զույգի նպատակը առողջ սերունդ, առողջ մայրիկ, առողջ հայր եւ առողջ սերունդ, եւ որպես մանկաբարձ գինեկոլոգ շատ կարևոր է առողջ այդ մայրիկին, բալիկի հետ դուրս գրել ծննդատնից։ Դա է հիմնական մեր ամբողջ նպատակը բոլորիս։ Այս հետազոտությունների հիման վրա մենք արդեն ունենք հստակ պատկեր, то есть ավելի խորը հետազոտությունները խորհրդատրվում անել ըստ ցուցումների։ Արդեն իսկ երբ որ սկսում է ռեգուլյար սեռական կյանքը եւ տարիքային խումբը, եթե զույգի չի անցնում 35-ից դա 1 տարվա շրջանում, եթե 35 տարեկանից բարձր են 6 ամիս ռեգուլյար սեռական կյանք եւ եթե չի լինում հղիություն, այստեղ մենք անցնում ենք արդեն երկրորդ փուլ, դա դիտարկում ենք որպես անպտղություն եւ հետազոտությունների ցանկը ամբողջովին փոխվում է։ Դեն կատարվում են արդեն նեղ մասնագիտորեն կախված նախկին ունեցած խնդիրներից, կախված այդ պահին կատարված հետազոտություններ, շատ ավելի խոր հետազոտություններ։ Դա մենք էլի չենք մոռանում, որ կինը դա ամբողջական օրգանիզմ է եւ բացի ստանդարտ հետազոտություններից, այսինքն հորմոնալ ֆոնն ենք ստուգում, ֆոլիկուլոդինամիկա է արվում, արգանդի փողերի անցանելությունը, լորձաթաղանթի հստակ գնահատականը, նաեւ պարտադիր ընդհանուր օրգանիզմ է դիտարկվում, որտեղ շատ հաճախ այսօր հանդիպում ենք թե հորմոնալ շեղումներ, դա վանաձև կեղծը կարող է լինել այլ օրգան համակարգերը Եղծայինական հորմոնալ փոփոխություններ են բերող, թե կարող է լինել արյան համակարգի հետ խնդիր, որը նույնպես շատ հաճախ է հանդիպում։ Նույնը վերաբերվում է տղամարդկանց, կատարվում է նեղ մասնագետի հետ խորհրդատվություն եւ հետազոտությունների պլանն է մշակվում։ Ու պետք չի մոռանալ, որ եթե մենք արդեն իսկ կանգնած ենք անպտղություն ախտորոշման մոտ, նույնիսկ պարտադիր զույգը հետազոտվում է միասին։ Զույգը, ոչ թե կինը հետազոտությունները անցնում, իսկ մենք մի խնդիր ունենք։ Դաշտանը լինում է ամիսը 1 անգամ, այսինքն հետազոտությունները եւ որոշակի գործողությունները մեր մոտ ձգվում են ժամանակի առումով եւ հնարավորությունը հղիանալու իրականում կինը ունի ցիկլի ընթացքում ընդամենը 2-3 օրվա ընթացքում դա ցիկլի այն շրջանն է, երբ որ ձվազատում ունենք։ Մյուս ամսվա օրերը այդ առումով մեզ ոչ այնքան հետաքրքիր են, այո։ Այդ իսկ պատճառով, եթե մենք կնոջ հետ աշխատում ենք 3-6 լինում է մինչև 1 տարի եւ չենք ունենում արդյունք, այն պատճառով որ տղամարդը հրաժարվում է կամ մտածում են ավարտենք նոր, դա ուղղակի ժամանակի կորուստ է։ Այնպեսի կորուստ, որ տղամարդիկ միշտ առողջ են, չէ՞։ Հա, որովհետեւ կա մի թերի կարծիք, որ եթե կա սեռական ակտ, այսինքն կա էրեկցիա, տղամարդը առողջ է, ոչ։ Անպայման պետք է ունենալ տվյալներ, եւ սպերմոգրաման եւ մարտեստը եւ դենտաֆրագմենտացիան, որը էլի շատ մեծ նշանակություն ունի եւ ճիշտ է տոկոսային հարաբերությամբ շատ ավելի հազվադեպ է հանդիպում, բայց
Բայց հակամարմինները, անտիսպերմալ, то есть շատ խնդիրներ կան, որոնք կարող են մնալ չհետազոտված, չհայտնաբերված եւ ինչ-ինչ պատճառներով այն դեպքում, երբ որ եթե զույգը սկսում է միասին, շատ ավելի արդյունավետ է լինում։ Եվ ավելի կարճ է տևում այդ Իհարկե ավելի կարճ է։ Եթե մենք մի փուլում հայտնաբերում ենք, որ օրինակ կան հակամարմիններ, սերմի նկատմամբ էլի հազվադեպ հանդիպող է, եւ բուժումը դա 3-ից 6 ամիս միջինը կարող է տևել, այդ ժամանակը շահել, եթե զույգը պլանավորում է հղիությունը, պատկերացրեք 35 տարեկանից բարձր, երբ որ մեր համար ամեն տարին նշանակություն ունի, դա շատ մեծ ձեռքբերում է ժամանակին սկսել։ Եվ վերջում նաև մինչև այս ընթացքը ավարտենք, մինչև հասնենք տղամարդու հետազոտմանը, խնդրի հայտնաբերմանը, բուժմանը, գուցե կնոջ մոտ արդեն պաշարի խնդիր արդեն ունենա։ Եվ պաշարի, եւ մի հարց էլ կա, երբ որ այդ ընթացքը բաժանվում է փուլերի, սկզբից կինը, հետո տղամարդը, գալիս է մի ժամանակահատված, երբ որ մենք բժիշկներս իրավունք չունենք, ես իրավունք չունեմ 1 տարի առաջվա հետազոտությունը կնոջ ընդունել այսօր եւ այդ հետազոտության հիման վրա կատարել որևիցե քայլեր, առավել եւս հորմոնալ բուժումներ։ Ես ունեմ ժամանակային սահմանափակում։ Այսինքն դառնում է արատավոր շղթա ու նորից կրկնելու խնդիրը։ Եվ մեր պացիենտներին ինչ են շատ հաճախ ասում, վայ, գնացի նորից հանձնեցի, գիտեք, միգուցե ինչ որտեղ չարաշահում եմ, բայց կա պարտադիր ժամանակահատված, որից ավել մենք ուղղակի իրավունք չունենք։ Ես ուզում եմ վերադառնալ ամենասկզբին, չէի ուզում ձեզ ընդհատել, բայց ինձ հետաքրքիր է, եթե կինը կամ տղամարդը որևէ կերպ չի ունեցել սեռական ակտ, արդյոք կարող է որոշակի վիրուսներ կամ ինֆեկցիաներ ունենալ։ Կարող է, որովհետև բացի սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից եւ վիրուսներից մենք ունենք նաեւ բակտերիալ միկրոֆլորա, որը կարող է նույնպես pH-ը խախտել հեշտոցի եւ մենք ունենանք հեշտոցի միկրոֆլորայի խախտում, հետեւաբար համապատասխան արդեն ուղղակի սերմնահեղուկը չի կարողանում շարժվել սպերմատոզոիդը, մենք ունենք pH-ի խախտում եւ հղիություն չի լինում, այսինքն կարող են լինել հարաբերական պաթոգենների ակտիվացում ոչ ձեռքբերովի բակտերիաներ, այդ ամենը կա։ Այդ իսկ պատճառով, եթե չկա սեռական հարաբերություն, չի եղել երբևիցե որևիցե տիպի սեռական հարաբերություն, այդ դեպքում հետազոտությունը ուղղակի փոխվում է։ Իհարկե մենք չենք ստուգում սեռավարակները, ստուգում ենք բակտերիալ միկրոֆլորայի բակսուկի արվում եւ այլն կախված գանգատից, դա էլ չմոռանանք, որտեղ կապ ունի նաեւ կլինիկական պատկերը։ Ես առաջարկում եմ չփոխեք հեռուստաալիքը, քանի որ արժևում հետաքրքիր տեսանյութ ենք դիտելու, նորից կվերադառնանք ու կշարունակենք։